Սիրելի երեխաներ, այսօրվա մեր դասն է մեր ընտանիքը։ Բարև ձեզ։ Մենք աշխատելու ենք համաչափ ծալման տեխնիկայով։ Եթե հիշում եք, մենք սովորել ենք ծալել թղթի համաչափ ծալման տեխնիկայով թիթեռնիկներ, եղևնիներ, իսկ հիմա մենք սովորելու ենք ծալել թղթի համաչափ ծալմամբ բարձր ցածր պատկերներ ստանալու տեխնիկային։ Ահա մենք տեսնում ենք թղթի երկտակ ծալման միջոցով գծապատկերի շնորհիվ մենք ստանում ենք երկու պատկեր, բարձր ցածր։ Այս տեխնիկային մենք սովորենք այսօրվա մեր դասին։ Դե ինչ, սկսենք աշխատել։ Մենք ունենք համապատասխան, դասին համապատասխան գծապատկերը, որով պետք է աշխատենք։ Սա աշխատանքային ալբոմի համապատասխան էջն է։ Առանձնացնենք գունավոր քառակուսիները, որտեղ գծապատկերները արված է արդեն։ Ահա վարդագույն թղթի վրա պատկերված է մայրը և աղջիկը, այսինքն գծապատկերը մոր և աղջնակի, իսկ կապույտ թղթի վրա հայրիկի և իր տղայի ունենք գծապատկերը, ունենք թղթի համապատասխան հատվածը։ Դե ինչ, սկսենք աշխատել։ Աշխատենք սկզբից վարդագույն թղթով։ Ծալում ենք ծալագծով, այստեղ ցույցված է մեջտեղի քառակուսի թղթի մեջտեղի գիծը։ Թուղթը թեքում ենք, ծալում, հարթեցնում, ծալում ենք ևս այս գծի ուղղությամբ։ Այս աշխատանքը պետք է կատարել բավականին ուշադիր։ Տեսեք, ինչպես նկարում է տրված։ Բարձր ցածր պատկերի կտրահանման տեխնիկայի հաջորդականությունը պետք է պահպանենք։ Թուղթը ծալվում է աջ և ձախ կողմերից, քառակուսի թուղթը ծալվում է աջ և ձախ կողմերից, ունի կենտրոնի գիծ, գծապատկերը, ձևանմուշը գծված է վրան, ահա ձևանմուշը, ձևանմուշով գծապատկերը մենք ստացել ենք, հիմա պետք է կտրահանենք։ Կտրահանման ժամանակ պետք է շատ ուշադիր լինել, չշտապել, սիրելի երեխաներ, հանգիստ կտրահանում ենք, կտրում ենք սև գծի վրայով։ Աշխատում ենք սև գիծը կտրել դեպի ներսից։ Իսկ թե ինչու դուք կտեսնեք դա վերջում։ Ահա տեսեք, և սև գիծը կտրում եմ, կտրելի սև գիծը դուրս է մնում։ Ուշադիր եղեք կտրելիս։ Մենք այստեղ ունենք փոքրիկ հատվածներ, պետք է ուշադիր նայել գծին, երեխաներ։ Մկրատով աշխատելիս չպետք է շտապել։ Քանի որ մենք կատարում ենք բավականին հետաքրքիր աշխատանք։ Զգուշորեն բաց ենք անում մեր կտրածը և ահա մենք ստացանք մայրիկին և իր աղջկան, եթե մի փոքր ավելանա թուղթ, մենք դա կտրում ենք։ Ահա մենք ստացանք մայրիկին և փոքրիկ բալիկին։ Սա շնորհիվ ձևանմուշի օգնությամբ մենք ստացանք երկու պատկերը։
Հիշեցնեմ, որ նախկինում մենք համաչափ ծալման շնորհիվ պատրաստեցինք թիթեռնիկներ, ձմեռային եղևնիներ, իսկ հիմա պատրաստում ենք բարձր ցածր աշխատանք։ Սա մի քիչ ավելի հետաքրքիր է եւ մի քիչ էլ կարելի է ասել, մի քիչ ուշադրություն է պահանջում։ Դժվար չէ, պետք է ուշադրի լինեք։ Հիմա պատրաստում ենք հաջորդ աշխատանքը կապույտ թղթով։ Եթե մի փոքր ավելացած մաս կա թղթիկից, մենք այն կտրում ենք։ Այսպիսով մենք սովորեցինք համաչափ թղթի ծալման շնորհիվ ստանալ բարձր ցածր պատկերներ։ Դուք կարող եք պատրաստել բարձր ցածր ծառեր, անտառ, սունկ, ցանկացած էսքիզ դուք կարող եք պատկերել եւ ստանալ համաչափ թղթի ծալման շնորհիվ տարբեր հետաքրքիր պատկերներ։ Դասագրքում Սա մեր ընտանիք թեմայի առաջադրանքն էր։ Մենք ունենք նաև դասագրքում պատրաստել բացիկ մեր ընտանիքը թեմայով։ Կարող ենք մեր պատրաստած աշխատանքը տեղադրել բացիկի նմուշի վրա, սոսնձել և շնորհավորել մեր ընտանիքի տոնի կապակցությամբ։ Դուք կարող եք լրացուցիչ դետալներ ավելացնել տարբեր նյութերով։ Դե ինչ սկսեք ստեղծագործել, սիրելի երեխաներ, ձեզ հաջողություն։